Հարգելի հեռուստատոներ, հեռանկար այսօր հյուրընկալել է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Ինչպես է ընթանում քարոզը։ Ես գիտեմ, որ դուք բավականին այսպես հետաքրքիր ձև եք ընտրել քարոզի արշավի, քայլելով գալիս եք ներքևից վերև ես աշխարհագրական նկատի ունեմ Սյունիքից դեպի Հյուսիս հարավը, բայց հարավից հյուսիս եք գալիս։ Հարավից հյուսիս, դե բանն եմ բեսին։ Շատ հետաքրքիր բան եք նկատել, որովհետև երբ բանը սկսվեց, քարոզ արշավը դե բոլորը քննում են հավանաբար ինչպես ինչ ստրատեգիա, ինչ տակտիկա կիրառել, մենք որոշեցինք եւ դա իմ մտածումն էր, որ մեր ժողովրդին բերենք նաև քաղաքագիտական տեխնոլոգիա եւ քաղաքագիտական գիտելիք, ինչքան հնարավոր է։ Եվ սա նորագույն քաղաքագիտական հնարք է, դա շատ օգտագործվում բանով, այս մեկը չէ ու իմաստով համացանցը, YouTube եւ այլն, էլի գիտեք դա։ Եվ այսպես քանի որ պատերազմից հետո ես Մեղրիում շատ եմ եղել եւ Ագարագում ամենածանր ժամանակները եղել է շաբաթվա մեջ 2 անգամ եղել եմ, երբ որ ասում են տեղահանում են եւ այսպես ասեցի գնանք հիշելով հետ վերադառնանք այն դաժան օրերը եւ այսպես ուրեմն բնակավայր համայնք գյուղ առ գյուղ քաղաք առ քաղաք գրեթե առանց բացառության ուրեմն այսպես ագարակով ամենաներքևից ագարակից սկսել եք նաև ավելի շուտ մաքսատնից որովհետև դուք գիտեք որ իմ հետաքրքրությունները այդ ուղղություններով վաղուց են եւ նաև տեսնելու թե ինչ վիճակում է եւ այսպես եկանք հանդիպելով բացադրելով խոսելով ես նաև ուրեմն Քաջարանի թունելից բան տվեցի մեր հեռախոսով հրաշալի գործը գնում է Հայաստանը այսինքն կայանում է դժվարության մեջ ինձ համար հաճելի նորություն էր այդ Ադրբեջանի սահմանով կառուցված նոր ստրատեգիական ճանապարհը կամ վերականգնված է լավագույն ճանապարհ է սարքած եւ ասենք կուզենայի որ մեր տրանսպորտը նաեւ այնտեղով շարժվեր որտեղ դրա մարտաբնակեցման խնդիրը կա հիմա ինչ որ է Նաև քաղաքացիների հետ հանդիպելով, բացատրելով Այդ քաղաքացիների հետ երբ որ խոսում եք, ինչ էին ասում այն քաղաքացիները, ովքեր շատ մոտ են գտնվում այդ Ադրբեջանի հետ սահմանին, ովքեր իրենց աչքերով ամեն օր տեսնում են ադրբեջանցիներին, զինվորականներին։ Իրենց ասած բաժանը կոնկրետ ասեմ նաև Հունան Ավետիսյանի գյուղը որն էր, ուրեմն բնակեցնել է պետք, աշխատատեղեր են պետք Այս բարակայով, որովհետեւ երիտասարդությունը չգնա Երևան աշխատելու։ Այդ մեկ եւ երկրորդը դպրոցը կա, վերականգնված են դպրոցները, մսուր մանկապարտեզ կա, իսկ հիմա բնության զարթոնքն է, ցավով ասում են, էսը բերքը հասունանում է, բայց մարդ չկա։ Եվ հետաքրքիրն է, որ գյուղեր մտանք, մեքենան աճ թաղից թաղ, ուրեմն քշում ենք, որովհետեւ մեր Հայրենակիցների հանդեպ գյուղերը գրեթե անմարդաբնակ, այսինքն այնքան քիչ է, որ ցերեգը ուզում եմ ասել, ունեն նաև այդ վախի այդ մտնոլորտը չկա, այդ զգացողությունը չկա։ Աշճանաբար վերականգնվել է, խաղաղության բացատրությանը հավատում են, իհարկե զգուշավորություն ունեն, բայց այնտեղ մի բան էլ կա, որ բաց է ասեմ, ամրաշինական այնպիսի աշխատանքներ են գնում որ դա նաև հուսադրող է, ինձ նույնիսկ ասեցին, այս կանայք էին, այն հələ գնացեք, տեսեք, թե ճանապարհին գնաց տեսնելու ես, բան չի, թե ինչ ամրաշինական աշխատանքներ են գնում։ Մի խոսքով վերականգնվում ենք, բայց ես դրա փոխարեն ուրիշ բան կասեի, որ շտաբ վերաբնակեցում է պետք է մարզերի, մարզային կենտրոնների Կապանը հրաշալի, գիտեք, գեղեցկուհի եմ յուրա տեսակ Քաջարանի պրոբլեմը իհարկե այնտեղ բանը կա, այդ էկոլոգիայի հարցը կա, բայց բոլորը պետք է կարգավորվի։ Մի բան էլ ասեմ, առիթից օգտվեմ իշխանությունների համար, քանի որ բան եղավ։ Քաջարանում կա գետի վրա մի կամուրջ, նեղ, անհասկանալի է, թե տասնյակ տարիներ այդ կամուրջը ինչպես են բախում։ Ես
իրենց քաղաքային իշխանություններից որ շատ անձրևոտ էր, թե չէ մեկին գտնելու է ասես ճանապարհ երբ է կամուրջը սարքեք, որ ֆուրերը կարողանան շրջադարձ անեն, մեքենաները անիվների տակ չմնան, մարդիկ չմնան։ Քաջարյան ունի այնպիսի մի հարց, որ արհեստական է, բայց այդպես է ուզում հարավ-հյուսիսը աշխատի։ Այս խնդրը առիթ է ասեցի, մնացածը ասեմ, հետաքրքիր մի բան կա, որ այսպիսի բան կա, էլի, դե քանի որ տարիներ շարունակ այդ Facebook-ի մեջ են եղել, հիմա YouTube ավելի ակտիվացել առաջ ոնց որ հարազատի տեսնել, նման բաներ, դե ինչ ասեմ, ընտրություններ են, մնացած արդյունքը կերևա, բայց մենք քայլել ենք, ես այդ էլ ասեմ, ինչու ասեցի ժամանակակից, իհարկե մեր համար ժամանակակից, բայց այդ մեթոդը ես վերցրել եմ Միացյալ Նահանգների Ջոն Քենեդի ընդրաշավի մեթոդը օգտագործելով, նա ժամանակին, երբ որ Այզենհաուերից հետո ուզում էր Ամերիկան ավելի բարձրանա, Բենջագական բաժգոնը գցած ուսին, քայլում էր, ասում էր Ամերիկա հավատա ինձ, մոտավորապես այսպեսի մի բան։ Մենք պետք է ավելի, դե Ամերիկայի ոտի կանգնեն ուրիշ բան է, մեր ուրիշ է։ Ոսկով այդ մեթոդը աշխատեց։ Եվ շատ հարմար է, էժան է, արդյունավետ է, մարդկանց հետ շփվելու իմաստով, հիմա մնացած չգիտեմ։ Աննախադեպ բաներ են կատարվում հանդիպումների ժամանակ։ Հետո ժամանակը երևի թե նաև ռացիոնալ եք բաժանել, նաև միջոցները եւ տրանսպորտը։ Դե մի մեքենա, երկու մեքենան բավարար է, պլակատ չենք օգտագործում։ Երեք ես հիմա վանաձորցիների եթե լսում են, մեծ հանդիպում էր, միտինգի վերածվեց, բայց միտինգ չի, էլի այդ իմաստով։ Ասում եմ, դե այնտեղ ցույց եմ տալիս, ասում եմ, տեսնում եք ինչ պլակատներ, փայլուն եւ այլն, նման բաներ, ասում են, ձեր ինչին է պլակատը պետք, մեր ինչին է պետք, նման բաներ, այսինքն միշտ էլ կարելի հարմար մի ձև գտնել եւ խոսելու համար ասել։ Հարավից հյուսիս այդ քայլարշավի դրամաբանության մեջ երևի թե հունիսի 5-ին պիտի ավարտեք ձեր քարոզարշավը Բավրայի անցակետում, հա։ Եթե ուզեք, չեմ մտածել, բայց այդպես էլ է կարելի, բայց 30-ին կլինենք Ուջանում մեր հայրենակիցները ուզել են, որ այդ օր անպայման լինեմ այնտեղ, դա կանեմ, մեկն էլ գիրազեկ եմ, ճիշտ ասած չէի մտածել, ինչու՞ չէ, նայեմ Բավրայում հայրենիքի այսպես Ջավախքի ջամփի վրա էլի, կարելի այդպես։ Առավելևս որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ շուտով կար, սախր քալակն է բացվելու։ Դե կոմունիկացիա Հավատում եք, բայց հայ, նայեցեք, կոմունիկացիոն հարցերը լուծվել են, հիմա մի քիչ ավել, մի քիչ դա ընդհանուր բացման մասին է, մի օր շուտ, մի օր ուշ, բայց դա լուծված հարց է։ Այդ դեպքում ես ձեզ մի կոնկրետ բան հիշեցնեմ, որ ես իշքան հիշում եմ, մենք երբ որ 23-ին թվին ես Ամերիկայի ապրել եմ գնում, այստեղ մենք հարցազրույց ունենք, զրուցեցինք հանրապետականների մոտ 23-ին, թե 25-ին ես եղա Վաշինգտոնում, հենց հանրապետականների մոտ, մի քիչ ձեր մոտ էլ մենակ դուք չեք, մի քանիսը բան կար, անվստահություն կար, թե ես որ ասի հանրապետականներին բերելու եմ, իհարկե իմ մոտ դա պատկերային խոսք էր, որտեղ իրականում պայմանավորվածությունս հանրապետականի նախկին սենատորի հետ էր եւ այլն։ Հիմա հանրապետական ուրեմն ադմինիստրացիայի գլխավոր անձերից մեկն է գալիս Մայք Ռուբիոն, որը եւ ենթադրյալ հաջորդ նախագահի տեխնազուներից մեկն է։ Եթե Դիվենսը չի, ինքը փոխնախագահ եւ այլն։ Այսինքն անհավանական է մի արտադրություն կա քաղաքականության մեջ շատ հաջող եւ գլխավորապես իրականանում են այն բաները, որոնք շատ անհավանական թվում տվյալ պահին, այնպես որ կյանքը շարժվում է, կոմունիկացիայի հարցերը լուծված են, տեխնիկապես երբ կլինի մնացածը պետք է կարողանանք մենք արդյունավետ աշխատենք։ Իդեպ Ռուբիոյի այցը չեք կարծում ինչ որ իմաստով նաեւ նախընտրական երանգ ունի, սա աջակցություն է իշխանություններին։ Ցանկանում եմ, որովհետեւ նայեցեք ինչ կա, մենք որպես ժողովուրդ թե ինչու չգիտեմ Աստված ինչու է ճագերտավոր այդ Ռուսաստանի մեծ խնամակալ ընտրել, մենք ուրեմն ժողովուրդ, որը հնագույն քաղաքացիություն մշակույթ ունի, բայց վերջ չգիտեք ինչ է։ Եվ այս պարագայում այն ճնշումները, որ ենթարկվում է Հայաստան եւ կոնկրետ վարչապետը, եւ նաեւ նրանք, ովքեր որ ուրեմն Հայաստանում պրիմիտիվ սխեմա կա, արևելամետ, արևմտամետ։
Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը Հայաստանակենտրոն է, որը բազմաձևերով հարաբերում է ցանկացածի հետ, եթե պետական շատ թելադրում է։ Բայց այս պրիմիտիվ սխեմայի մեջ նա տեսնում եք այս օրերին ձեզ եւ այսինքն լրատվամիջոցներն են մեր terror-ի են ենթարկվում նրանք ովքեր որ պետական շահ են պաշտպանում եւ այս անգամ շատ ճիշտ է որ մեզ օժանդակություն է գալիս որտեղ մեզ համար չափազանց ծանր բեռ է իրենք էլ պիտի հասկանան որ այդպես չի կարելի ինչ որ բաներ երկրորդ մասը կա քանի առիթ է Միացյալ Նահանգների ինչպես 1920 թվին 18 մարդասիրական օգնությամբ հաջորդին հասան օգնության հիշեք Ալեքսանդրապոլի մենակ գշորագույն որպանոցը մինչև 26 թվականի աշխատեց այնպես էլ այս օրերին Սև լճի օրերը եւ Տիկին Թրեսին դեսպանուհուն երբեք մենք մոռանալու իրավունքը չունենք ինչպես կանգնեցրեց ադրբեջանական ներխուժումը որը հրահրվում է ռուսների կողմից Ռուբիոյից հետո Ռուսաստանի կողմից նոր ինչ որ գործողությունների պետք է սպասել առասարակ կարծում եք մինչև ուր կարող է շարունակվել ռուսական ճնշումները խորտանքի չափը մեծանալու է ուրեմն տեսնելու են որ հերթական ուրեմն գործողված հերթական անձը քաղաքական է ինչ է չգիտեմ հերթական գործողումը որևէ արդյունք չի տալու համակերպելու են եւ որոնելու են Հայաստանի հետ փոխհմբռնման ուրեմն փոխգործակցության բանաձև դա այսինքն հունիսի 7-ով ամեն ինչ կավարտվի շարունակվի մինչև այդ օրը հետո ստիպված համակերպվելու է նոր փուլ կսկսվի ինչքան գտեվի այն ժամանակ երևի հարցազրույց կունենանք կդիտենք բայց մի բան ասեմ որ իրենք միշտ խոսում են այն մասին թե իրենք ինչպիսի սանկցիաներ կգիրառեն իրենց սիրելի Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ որովհետեւ վերջնականորեն այդ ժողովրդի վերջ չտան այդ են ուզում այն Սալավիովը գորգորում է չէ այն բանի հետ Բաղդասարովի հետ բայց իրենք չեն մտածել թե Հայաստանի սանկցիաներ կարող է կիրառել եւ ես հայկական կողմին առաջարկում եմ եւ նաեւ վերլուծաբաններին ովքեր եւ վիճակագրով են շատ կրկնված ասել այն բաները որոնք Ռուսաստանին կցավեցնեն եթե Հայաստանը եւ հայկական կողմը դրա ուրեմն սկսի նախաձեռնել այնպես որ օրինակ ինչ 102 բազայի փակում, հա, բազայի հարցը չի, բազան լուրջ չէ, օրինակներից մեկը է դա սովորաբար ասում են, ես երբեք բազայով չեմ խոսել, որովհետեւ դա համար արժեք չունի, ու չկա նա մեզ համար օգուտ չի, ոչ եղել է, վերջիշը ոչ էլ կլինի։ Բայց մենք ինչ կարող ենք անել, ինչով ցավեցնել հեռանկարի մեջ։ Հայաստանը վարչապետին այսօր թե 3 կարծում եմ լսած կլինեք, երբ տեղեկացրեց, որ թրիփը գործողության մեջ է կոնկրետանում է։ Ենթադրում եմ, որ Մարկ Ռուբիոյի գալը դրա հետ կապ ունի, եւ Հայաստանը առաջիկան կսկսի դառնալ տեխնոլոգիական վերազինումների կենտրոն, այն ժամանակ իրենք ձեզ կաղաչեն, որ իրենց հետամնաց տնտեսությունն ու ուղեղները փորձեն փոխել։ Այն ժամանակ մենք կսկսենք անել այն ինչ որ դրա համար իրենց պիտի ասվի, որ այդ հերիք է շանտաժի եւ գենոցիդի լեզվով խոսեք եւ քանի առիթ ասեմ նաեւ, չէ, անընդհատ խոսում են տարածքային ամբողջականության մասին եւ Պուտինի հայտարարությունները հիշում եք, բայց այդ նույն տարածքային ամբողջականությունը եւ ուրեմն ազգային ինքնորոշման իրավունքը հավասարարժեք գործող երկու սկզբունք են իրար հետ Արցախյան շարժումը, որ սկսվեց, նույն ռուսները, նույն վերլուծաբաններով գիշեր-ցերեկ խոսում էին ազգերի ազատ ինքնորոշման մասին, բայց բոլորը կեղծ է, այդ նույն սկզբունքով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի վրա Ռուսաստանը օգնեց Քեմալական Թուրքիային ոտքի կանգնելու, իսկ մեզ հայտարարեց իմպերիալիզմի գործակալ, ինչպես փորձում է։ Ուզում եմ ասել, սրանք պետք է ուշադիր լինենք եւ մենք էլ մեր կռվանները պատրաստենք։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, ես կուզենայի վերջի մի քանի րոպեներ բուն ընտրություններից խոսենք, ձեր ծրագրերից, իդեպ կենտրոնական դրական անձնաժողովի կայքում ձեր ծրագիրը չկա։ Ես չեմ կարծում որ ծրագիրը որպես այնպես չկա, այնտեղ երևի թե տեղադրված չէ թե։ Երևի ճիշտ ասած չեմ նայել, որտեղ ես անընդհատ Ես այսօր եմ, հենց քիչ առաջ նայել եմ չկա։ Կստուգեմ ծրագիրը կա, ամեն ինչ կա, նախատեսումներ կա, բայց նաև իմ ուրեմն մեր մտահղացումներն են, մենք ուզում ենք ինչպես
ինչպիսի Հայաստան, տեխնոլոգիական ճեղքում ունեցող պետականություն քրիստոնյա ժողովրդավարական արժի համակարգի վրա, որպես աճ կենտրոնի պահպանողական գուսակցություն, որը փիլիսոփայություն այսպես ասած արշակուրության փիլիսոփայությունն է, դրա համար պետք է ունենանք նյութատեխնիկական այն բազան, որը գիտության հետ է կապված, կրթության հետ է կապված եւ այլն։ Այդ ասեմ մի բան, այդ նույն 30 հոգի ցանկը, սրանով են հետաքրքրում, մեր ցանկում ես ունեմ ինձ ընդգրկված 4 կամ 5 ֆիզիկայի հայտնի ուրեմն գիտնականներ, շատ հայտնի, ինչի համար է եւ մաթեմատիկոս, որ եթե մենք անցնենք հանձնաժողովներում հանձնած ձևով փորձագիտական աշխատանք անեն եւ իրենց գիտելիքները մեզ օգտակար լինեն։ Իսկ ձեզ կան հավակնություններ, հնարավորություններ անցնելու։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ տեսեք 18 թվականին ձեր կուսակցությունը մասնակցեց 6000-ից մի փոքր ավելի ձայներով, ինչը կազմեց կես տոկոս, հետո 21 ընտրություններին Բաբաջանյանի դաշին կազմեցիք, ձայները շատացան, 19000, 1.5%, հիմա կոալիցիա չեք կազմում, Բաբաջանյան նորից միայնակ եք մասնակցում։ 4% է, ասեմ հետեւյալը զուգահեռով ասեմ, իհարկե ընտրությունների 4%-ի հաշվարկը ինչ դրամաբանց է։ Ուրեմն այն Կորեան, որ հարավային այսօր կա, հիմնադրել է նախագահ Կիմ Դե Ջուն։ Ուրեմն նա երևի 7-5 ընտրություններում 0 ձայն է ստացել, հետո ստացավ այն ձայները, որ այսօր Գերմանիայից ծնեց հարավային Կորեա։ Դրա համար այդ հարցերը մեր համար հարցեր չեն, բայց ժողովրդի վերաբերմունք կարծում եմ այնպեսին է, որ մենք 4%-ը չէ հաղթարած գտնենք, չէ՞ մասի շատ բան։ Եվ ինչ կանենք, ուրեմն ժողովուրդն էլ պետք է իմանա, որ մենք պայքարում ենք պարլամենտարիզմի համար, որ ունենանք խորհրդարան, որ խորհրդարան ունեն անդիմություն, որ անդիմությունը լինի պետականաշեն, որ նաև ռսահատվածը չանցնի խորհրդարան եւ չծառայի։ Եվ այս անգամ ձեզ օգնելու է Ջոն Քենեդիը եւ ինչ նշեցիք եւ Կիմ Դե Ջունի փորձը։ Կորեայի հիմնադիրն էր։ Չէր ստացվում։ Մարդու նույնիսկ գետը գցեցին Սեուլ, ձայն չէին տալիս, բայց հետո եղավ են հրաշք ինչ-որ այսօրվա մեր աչքին հեռախոսով մեքենա եւ հարավային Կորեաներս, որ լավատեսնեն ենք եւ սպասենք հաղթանակի։ Ամեն դեպքում փորձարել եք ինչ-որ այլ քաղաքական ուժի հետ միավորվելու։ Չէ, ասեմ, բայց հայտարարություն արել են, որ միշտ այսինքն խնդիր չկա, եթե ուղղակի այդ փորձը ոչ միայն մենք եղել ենք բաց ցանկացած խոսակցության համար, բարձր հեղափոխության աջակից եւ այլ ուժերի համար, բայց ես առանձնապես դրա համար շահագրգիռել չեմ եղել, ինչու՞։ Որովհետեւ մենք որպես քրիստոնեություն աշխարհում պետական կրոն հրճակած մի ժողովուրդ եւ պետություն, որ ունի հանձին այդ փաստով ահռելի փափուգուժ ռեսուրս, ես ուզում եմ, որ մենք այդպիսի մի ֆրակցիա ունենանք խորհրդարանում, որը կաշխատի հենց այդ տիպի կուսակցությունների հետ, Գերմանիան մերձի կուսակցությունը, Ավստրիայի աշխատանքի կուսակցություն։ Ես ասեմ, որ շատ մեծ օգուտ է լինելու, եթե մենք կարողանանք քրիստոնեական ժողովրդավարությունը Հայաստանի խորհրդարանում ունենանք։ Բարզե։ Ավարտենք, պարոն Շիրինյան, շատ կարճ վերջին հարց, առհասարակ ձեր կարծիքով քարոզը ինչպես է ընթանում, որովհետև նաև այսպիսի դրամա ընդհանրապես քարոզարշավը։ Ասում են ժողովրդի հետ նաև վախեցնելով են խոսում շանտաժի լեզվով։ Մեզ ընտրեք, թե չէ պատերազմ կլինի, թե չէ գուբերնիա, թե չէ ինքնություն կգործնի։ Դա երկու հիմա փաստորեն ակնհայտ է երկու հոսանք իրար բախվել, ինչպես առաջին հանրապետության շրջանում էր անկախ պետականություն, որին արևմուտք են դնում, չգիտեմ անունն ինչի, թե ռուսական ստրկություն։ Հիմա կռիվը ռուսական ստրկության համար է, բայց կարծում եմ դա անհաջողված բան է, որովհետև իմ ընկալումով այդ քայլերը ինձ հիմք է տալիս նաև իմ ընկերները, որովհետև զրուցում ենք, վերլուծում ենք եւ այլն։ Վարչապետի հարցը լուծված է հանրային գիտակցության մեջ եւ դա Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա խնդիրը դա չի։ Բարձր ԿԲ-ի հարցը այստեղ լուծված է այդ իմաստով։ Հիմա մեծամասնություն թե առաջատար, չգիտեմ, դա կարող է հարց լինել, չլինել։ Մենք խորհրդարան պետք ունենանք։ Մեզ պետք է պարլամենտարիզմ եւ դիմում ժողովրդին։ Մտածեք պարլամենտ ունենալու մասին, այլապես կշարունակվի նույն բախումը, նույն բևեռները եւ անիմաստ։ Պարլամենտ, որտեղ դուք լինելու եք ընդդիմություն։ Ընդդիմություն եք լինելու, իսկ եթե ճգնաժամ լինի, ենթադրենք, որ կառավարության կազմելու խնդիր կա, իսկ Մոսկվայից դա շատ են ակնարկում, հիշեք, հետընտրական զարգացումներ,
այն ժամանակ ձեռք կմեկնենք եւ կոալիցիոն կառավարությունով վիճակ կփրկենք։ Այսինքն մենք կհաղանք Հրշեջի դեր երկու բարակայում։ Հասկանալի։ Շնորհակալություն լավ զրույցի համար։ Այսքանը Արգիլ հեռուստատոներ մեր հյուրն էր քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը։